Քրեական ոստիկանության կիբեռանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել, քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ Քրեական ոստիկանության կիբեռանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը։ Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի եւ ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ։ Կազմակերպության անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը եւ ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների։ Առերևույթ հանցագործության մասին քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության կիբեռանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները եւ ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության կիբեռանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են։